Բարև ձեզ, սիրելի ներկաներ, այսօր համազգայինի նախաձեռնությամբ մենք մի գրքի շնորհանդես ենք անում, որը ներկայացնում է Արցախի ողջ պատմական ժառանգությունը, ուղղակի ձեզ ծանոթացնելու համար ասեմ, որ երկրորդ հատորն է, առաջի հատորը մենք նախաձեռնեցինք և տպագրեցինք 44-օրյա պատերազմի ժամանակ, մտածելով, որ այնինչ, որ անցել էր Ադրբեջանի իրավասության տակ, գոնե մենք վավերացնենք այդ հուշարձանները, ցավոք, երբ որ արդեն պատրաստ էր տպագրության առաջին հատորը, եղավ աղետալի ահրավիրքը Արցախի հետ կապված և մենք պարտավորված եղանք, ոչ թե պարտավորված եղանք, արդեն պիտի տպագրեինք երկրորդ հատորը, որը ամբողջացնելու էր արդեն ողջ պատմական ժառանգությունը, որը անցել էր արդեն Ադրբեջանի իրավասության տակ, քաղաքագիտության մեջ պատմական իրավունք հասկացողություն կա և այս նախաձեռնությունը նաև միտված է, որպեսզի մենք կարողանանք օգտվենք մեր պատմական իրավունքից և հենց այսպիսի հրատարակություններով է, որ մենք կարող ենք ներկայանալ աշխարհի տարբեր ատյաններում ապացուցելու համար, որ մեր հայկական տարածքը Արցախ աշխարհը հազարավոր տարիների պատմություն ունի, որոնց վկայագիրը այս հուշարձաններն են, որոնք այս գրքի մեջ արդեն վավերացված են և դուք կարող եք նաև տեսնել։ Շնորհակալ եմ ձեզ ներկայության համար և շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ աջակցեցին մեզ տպագրելու այս երկու հատորները, առանձնահատուկ շնորհակալություն ընկեր Ռաֆիկ Քորտոշյանին, որ մեզ հետ միասին աշխատեց այս երկու հատորների վրա, կարողացանք հայթայթել բոլոր այն հուշարձանները, որոնք որ կարևոր էին, անշուշտ բոլորը շատ կարևոր էին, բայց այստեղ վավերացված են հուշարձաններ, որոնք ունեն հազարամյակների պատմություն, ասեմ, որ կան հուշարձաններ, որոնք ներկայացված են պատկերագրքում և նախնական իրենց տեսքով և ավերվածությունից հետո, այսինքն ամբողջական պատկերացում կունենա ցանկացած մեկը, երբ որ իր ձեռքի տակով անցնեն այս երկու հատորները։ Այժմ ես խոսքը ուզում եմ փոխանցել Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ ընկեր Արմեն Ռուստամյանին, ով նույնպես նկատի ունեմ Դաշնակցության ղեկավարությունը նույնպես մեզ աջակցեց և մեր կողքին եղավ մինչև այս գրքերի հրատարակությունը։ Սիրելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ, նախ ես ուզում եմ շնորհավորել այս նախաձեռնությունը երկու հատորների տպագրումը, որը կարծում եմ մնայուն նշանակություն կունենա մեր հետագա քաղաքական նաև խնդիրները ծրագրավորելու, իրականացնելու առումով, և ես կուզենայի իմ խոսքի մեջ ավելի շատ անդրադառնալ քաղաքական ասպեկտին, որտեղ ակնհայտ է, որ Արցախի հիմնախնդրի հիմքում ընկած է հենց առաջին հերթին Արցախի հայկականությունը և սա հաստելը, սա ամրագրելը կարծում եմ շատ ակտուալ է նաև հենց այսօր և այս առումով այն նոր իրավիճակը, որը ստեղծվել է Արցախի հիմնահարցի կարգավորման հետ կապված, իսկապես աննախադեպ է և նոր մարտահրավերներ է առաջացրել։ Այդ նոր մարտահրավերներին մենք պետք է դեմ հանդիման կանգնած շատ հստակ մեր փաստարկները ևս մեկ անգամ ամրագրենք, հնչեցնենք, որտեղ
ի տարբերություն այսօրվա իշխանությունների, որ համարում են Արցախի հարցը փակված է, Արցախյան հակամարտություն որպես այդպիսին չկա եւ լուծված է, մենք այսօր փաստում ենք, որ դա այդպես չի։ Նախ եւ առաջ այս ժառանգության պահպանման հարցը ունի խորքային նշանակություն մի քանի առումներով, որոնց մասին ես կուզենայի խոսել։ Առաջինը նախ հենց այն, որ այո, սրանով մենք պետք է փաստենք, որ հակամարտությունը կա, կոնֆլիկտը կա եւ այն լուծված չէ։ Եվ քանի ժառանգության պահպանման հարց գոյություն ունի, քանի մեր իսկապես ժառանգության վերացման այսօր փաստի առաջ են կանգնած, շատ ակնհայտ է սա, որ մենք խնդիր ունենք այս հարցը միջազգային բոլոր ատյաններում բարձրացնելու, պաշտպանելու եւ հետապնդելու, որով էլ զբաղված է դժբախտաբար բացի պետությունից մնացած ժողովրդային մակարդակով հայդատի գրասենյակները, այսօր մնացած հանրային եւ հասարակական կառույցները, վստահ եմ, որ կգա մի օր, որ մենք նաեւ պետականորեն այս հարցը պետք է հետապնդենք։ Հակամարտության հիմքը հենց հասկանալու համար, որ այսօր փաստորեն փորձում են խեղաթյուրել եւ դրանից ծագել են նոր մարտահրավերները, հակամարտության հիմքը ոչ այնքան եւ ոչ միայն Արցախի հիմնախնդրի գոյությունն ու դրա հետապնդման հետ է կապված, այլ մեր հայկական ինքնության նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի անհանդուրժողականության հետ է կապված։ Կա անտագոնիզմ։ Ամեն տեղ մենք պատմության մեջ դա ենք տեսնում։ Իրենց խնդիրը մեր ինքնությունն է։ Իրենց խնդիրը հայի տեսակն է եւ հայկական հետքի պահպանումը ամբողջությամբ փլուզում է նրանց բոլոր ծրագրերը, որտեղ ապացուցեն, որ սա եղել է ադրբեջանական տարածք, այնքան աբսուրդ է ցանկացած մի անկողմնակալ դիտորդի համար, երբ որ ծանոթանում է հենց միայն մեր ժառանգության այն հետքին, որը հայությունը թողել է Արցախում։ Այսինքն սա հիմնական հարցն է, որի մեջ մենք միշտ ընդգրկված ենք եղել, երբ որ հակամարտությունը այլ ձևաչափերով, Մինսկի խումբ եւ այլ ձևաչափերով էր ուսումնասիրվում եւ հետապնդվում, իրենց հիմնական հարցն եղել է այն, որ աղավաղեն մեր ներկայությունը, փորձեն ներկայացնել քրիստոնեական ժառանգությունը, որ դա քրիստոնեական է, բայց հայկական չի, տարբեր ձևերով դա շեղելու միջոցով, բայց բնական է, որ դա երբեք իրանց չի հաջողվել, որտեղ ասում փաստերը այնքան խոսուն են եւ ակնհայտ, որ դա ուղղակի իրենց համար գլխավոր խնդիրն է եղել։ Եվ այս առումով այս փաստագրումը, այս ամեն ինչի արխիվացումը, պահպանումը շատ կարևոր եւ կարծում եմ գլոբալ նշանակություն է ունենալու եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ պարզ հասկացվի, որ կոնֆլիկտի հիմքում դա է եւ այդ պատճառով այդ կոնֆլիկտը շարունակում է մինչեւ հիմա էլ։ Այդ կոնֆլիկտը դրսևորվել է Արցախում մեր ինքնության հետ կապված, բայց հիմա էլ շարունակվում է Հայաստանի հետ կապված։ Եվ պատճառը այն էր, դրա դրսևորումը, այդ հիմքում ընկած այդ պատճառի դրսևորումը այն է, որ Արցախը հայաթափելուց հետո անգամ Ադրբեջանը չբավարարվեց դրանով եւ հիմա ձեռնամուխ է եղել հայկական հետքի ընդհանրապես վերացմանը, որպեսզի ամբողջությամբ կարողանա իր թեզերը առաջ տանել։ Եվ այս խնդիրը նաեւ շատ ուղղակի կապված է վերադարձի իրավունքի հետ։ Եվ մենք պետք է շատ հստակ հանրությանը նաեւ միջազգային ասպարեզում հստակ այս փաստերը ունենալով ցույց տալ, որ վերադարձի իրավունքը չի կարող սահմանափակվել անձի անհատի վերադարձի շրջանակներում։ Խոսքը գնալու է եւ պետք է գնա առաջին հերթին Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի մասին։ Եվ այս ժառանգության արկայությունը հենց այդ հիմքերն է մեզ տալիս։ Խոսել հավաքական վերադարձի մասին, որտեղ ժառանգությունը, մշակութային ժառանգությունը հավաքականության ժառանգականություն է։ Անձի անհատի հետ չկապված միայն։
Եվ ուրեմն հավաքական վերադարձի խնդիրը հետապնդելու համար էլ ժառանգության պահպանման խնդիրը դառնում է չափազանց կարևոր հարց։ Եվ այդ վերադարձի իրավունքը ամբողջությամբ իրացնելու խնդիրը մինչև Արցախի հարցի քաղաքական կարգավորումը, կոնֆլիկտի կարգավորումը, մենք պետք է կարողանանք այս ամենն օգտագործելով նաև հիմնավոր ներկայացնել, որ այդ վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգայինորեն երաշխավորված անվտանգային պայմաններում, որտեղ հենց այդ պայմանների բացակայությունն է բերել նրան, որ տեղի է ունեցել այն ինչ որ հիմա միջազգային հանրության աչքի առաջ տեղի է ունենում, այսինքն տեղի է ունենում նոր գենոցիդ, նոր ցեղասպանություն, այս անգամ արդեն մշակութային ցեղասպանություն, եւ այս խնդիրը արծարծելու համար նման փաստերը մեզ համար չափազանց կարևոր են։ Եվ ուրեմն այդ իրավունքի վերադարձը պետք է հիմնվի եւ հետապնդվի որպես անհրաժեշտություն ապահովելու միջազգային պայմաններով այն չափանիշները, որոնք ուղղված են տրամադրելու Արցախահայությանը միջազգային նորմերով երաշխավորված քաղաքական եւ քաղաքացիական լիարժեք իրավունքներ։ Հակառակ պարագայում բնական է, որ այդ վերադարձը անհնար է եւ չի կարող տեղի ունենալ։ Ուրեմն անվտանգային միջավայրի ստեղծումը, անվտանգային պայմանների ապահովումը այդ վերադարձի հիմքում պետք է ամբողջությամբ արծարծվի եւ հիմնավորվի հենց այս փաստերը հրապարակ բերելով։ Մենք ունենք իհարկե նաև մի իրավիճակ, որ պետք է շատ լավ հասկանանք, որ պետականորեն չհետապնդելով այս խնդիրը, ոչ միայն չհետապնդելով, այլ ճիշտ հակառակը իրականացնելով, այսօր մի մեծ ավերի առաջ ենք կանգնած, որը գործել են այս իշխանությունները, սկսած այն պահից, երբ որ ճանաչեցին Արցախը Ադրբեջանի մաս։ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու հետ կապված ավերը, որ գործվել է, շարունակական իր արդյունքները եւ բացասական իմաստով բնականաբար եւ կործանարար հետևանքներն է ունենում ամեն օր։ Դա ինչ ուղղություններով է դրսևորվում։ Նախ ակնհայտ դարձավ, որ Արցախահայության իրավունքներից հրաժարումը բերեց հարցի տեղափոխումը եւ պահանջների ձևակերպումը Հայաստանի նկատմամբ։ Այսինքն այն թեզը, որ իբր տանք Արցախը, որ փրկենք Հայաստանը, ամբողջությամբ ոչ միայն շուռ եկավ մեր դեմ, այլ հիմա կործանարար իր դրսևորումն է ստանում ամեն օր մենք դրա ականատես ենք լինում, որ դրանով ոչ միայն չփրկվեց Հայաստանը, այլ պարզապես մենք մեր, այսպես ասած, այս իշխանությունների թեթև ձեռքով Ադրբեջանին դարձրեցինք պահանջատեր։ Ադրբեջանն այսօր Հայաստանը եւ ընդհանրապես հայկական կողմերին ներկայացնում է որպես ագրեսոր։ Շատ պարզ տրամաբանություն է գործում, եթե դու հայտարարում ես, որ Արցախը Ադրբեջան է եղել, այդ նշանակում է հարց է առաջանում, դու 88 թվականից մինչև հիմա անդեր ինչ ես արել։ Եվ բնականաբար հստակ խնդիրը դրվելու փոխհատուցման, այսինքն դու տարիներ շարունակ մոտ 30 տարի ըստ էության օկուպացրել ես ուրիշի տարածքը։ Ուրիշի տարածքը օկուպացնելու բնականաբար առաջացրել ես խնդիրներ եւ այն պահանջները, որ այսօր Ադրբեջանը ձևակերպում է, պատահական չի։ Այդ պահանջները բխում են հենց այդ քայլից, որ մենք ճանաչեցինք, իշխանությունները ճանաչեցին Արցախը Ադրբեջանի մաս։ Եվ ինչ է բխում դրանից։ Ագրեսոր, երբ որ քեզ կընկալեն, իսկ այլ կերպ հնարավոր չի մեկնաբանել, ագրեսորի նկատմամբ կիրառվում են նաև պատժամիջոցներ։ Եվ այդ ուղղությամբ է այսօր Ադրբեջանն աշխատում։ Այդ պատժամիջոցները փոխհատուցման օրինակ ձևով կարտահայտվել են։ Գիտեք, որ տարբեր միջազգային ատյաններ արդեն հայցեր են ներկայացնում, տասնյակ միլիարդավոր դոլարների մասին է խոսքը գնում եւ այդ թիվը գնալով աճելու է, եւ գնահատում են իբր թե իրանց կրած վնասները 30 տարիների ընթացքում եւ այդ կլոր գումարը ներկայացնելու են Հայաստանին։
Եվ մյուս ամենակարևոր խնդիրը որ կա, Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունները փորձեցին, այսպես ասած, զուգահեռներ անցկացնելով ազատվել իբր Արցախի հարցից, որպեսզի փրկեն Հայաստանը եւ երկու օրինակ ես կբերեմ, որը շատ բարձ ցույց է տալիս, որ այդ սիմետրիա կոչվածը, որը իրականում գոյություն չունի, ինչպիսի կործանման բերեց մեր արտաքին քաղաքականությունը։ Առաջինը Միջանցքի հարցը։ Դուք գիտեք, որ սկզբում տարան են սիմետրիան, որպեսզի ազատվեն այն պահանջից 9-րդ կետի մեջ գրված, գիտեք այդ պայմանագրի, որտեղ խոսվում է վերահսկողության մասին, դեպի Նախիջևան հաղորդակցության ուղու, այդ վերահսկողության կարգավիճակը Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես նույն Միջանցքն է, եւ հիմա մինչեւ հիմա բնականաբար այդ Միջանցքի տրամաբանությունն է ներկայացնում Զանգեզուրի Միջանցք եւ փորձեցին դա պահանջ որպես Զանգեզուրի Միջանցք ձևակերպել, որովհետեւ դրանից իբր թե ազատվեն Լաչինի Միջանցքից հրաժարվեցին, որ իբր դրանք Ադրբեջանն ասում է դրանք սիմետրիկ են, ես ձեզ տվել եմ այն ինչ որ դուք այսօր Լաչինի Միջանցքի կարգավիճակով ունեք, ուրեմն նույն ձևով էլ դուք պետք է նույնը տակ որպես Զանգեզուրի Միջանցք։ Եվ որպեսզի իրենց կարճ խելքով դրանից ազատվեն, ասացին, լավ, մենք ոչ ենք ուզում, եկեք մեկը մյուսով չեզոքացնենք։ Եվ ինչ տեղի ունեցավ, Լաչինի Միջանցքն այսօր չկա, բայց Զանգեզուրի Միջանցքը միջազգային օրակարգի վրա է արդեն։ Երկրորդ կործանարարը, որ այսօր արդեն իշխանությունները հայտարարում են, որ պետք է մենք դրանից իսկապես օր առաջ փորձենք ազատվել, դա այն է, որ վերադարձի խնդիրն են զուգահեռ տարվում։ Հիմա էլ ասում են, որ ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան եւ Արցախահայության վերադարձի հարցը նույն հարթության վրա են, սիմետրիկ խնդիրներ են, զուգահեռ են եւ նրանից մենք ենք հրաժարվում, դուք էլ սրանից հրաժարվեք։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը վերջերս, որ մենք պատրաստ ենք հրաժարվել Արցախահայության վերադարձի իրավունքից, դուք էլ հրաժարվեք ադրբեջանցիների վերադարձի հարցից։ Ինչ կունենան արդյունքում, նախ դրանով լեգիտիմացվում է այն, ինչ որ լեգիտիմ պահանջ չի երբեք եղել Ադրբեջանի կողմից։ Արցախահայերի վերադարձի հարցը դնել նույն հարթության վրա, դա ադրբեջանցիների երազածն է, որովհետև այնտեղ հիմքերը պատմական, քաղաքական, դիվանագիտական, այնքան ամուր են Արցախահայության վերադարձի հետ կապված։ Իսկ ադրբեջանցիների վերադարձի հետ կապված որևէ ոչ քաղաքական, ոչ իրավական որևէ հիմք չկա։ Եթե զուգահեռ պետք է անցկացվի, զուգահեռ պետք է անցկացվի Ադրբեջանի տարածքից, Արցախից դուրս բնականաբար գտնվող տարածքներում հայերի վերադարձի մասին։ Բաքու, չգիտեմ այնտեղ ադրբեջանական բոլոր այն տարածքները, որտեղից իսկապես բռնի տեղահանվել են եւ բռնի տեղահանման արդյունքում են հայտնվել փախստականներ Ադրբեջանի տարածքից Հայաստան։ Գումարած նրան, որ այդ ժամանակ, երբ որ տեղից ադրբեջանցիները հեռանում էին, նրանց գրեթե ամբողջությամբ փոխհատուցում է տրվել։ Եվ այս փաստերը մենք բոլորը ունեինք եւ ունենք այդ փաստերը, երբ որ այդ խնդիրները դրվում էր, դա նոր չի, որ Ադրբեջանը փորձում էր այդ խնդիրները դնել, իր 1 միլիոն հիշում եք այն ժամանակվա փախստականների վերադարձի հարցը հարցարկելու համար, հիմնավորելու եւ այլ եւ այլ։ Բայց մեր փաստարկները այնքան ամուր էին, որ ինքն անգամ այդտեղ քիթ չէր կարողանում խոթել։ Բայց հիմա նորից այս սիմետրիկությունը, եթե մենք փորձենք շարունակել, այդ սիմետրիկության արդյունքում լինելու է այն, որ Արցախահայերի վերադարձի հարցը դուրս է մղվելու, իսկ արդեն իրենք դուրս մղեցին Մինսկի խումբը լուծարելով, մնացած բոլոր ատյաններում, որտեղ այս խնդիրը քննարկում էր, դուրս մղվեց, բայց որպես ագրեսոր կողմ ներկայացնելով, որպես պահանջատեր այլևս Ադրբեջանը ներկայանալով, լրջագույն խնդիրներ է բարձրացնում Արևմտյան Ադրբեջան եւ այլ հասկացություններ, ստեղծել են արդեն հատուկ կառույց, որը հովանավորվում է պետության կողմից,
Այսինքն այն թեզը, որի փեր տանք Արցախը փրկենք Հայաստանը, ստացավ այն արդյունքը, որը մենք միշտ ասում էինք, հարվածները ուղղվելու են Հայաստանի նկատմամբ, պատասխան տվողը դառնալու է Հայաստանը եւ ավելի մեծ հնարավորություններ են կընձեռնում Ադրբեջանին, որ այդ պահանջները ներկայացնի։ Եվ պատահական չի, որ իրենց բոլոր քննարկումների ժամանակ իրենք բացել հայտարարում են, ասում են, որ մենք Արևմտյան Ադրբեջանի հարց ժամանակին չէինք բացացնում, որտեղ դեռ Արցախի հարցը կար եւ այդ հարցը լուծված չէր։ Հիմա մենք այդ հարցը լուծել ենք, դա ադրբեջանական կողմի պաշտոնական մոտեցումն է, մենք այդ հարցը լուծել ենք եւ կարող ենք արդեն բարձրացնել մյուս մեր պահանջները։ Մեր պահանջները նորից եւ նորից հստակ պետք է հասկանանք, որ վերջ չունեն։ Ավելի ճիշտ վերջ ունեն, մինչև այնտեղ, երբ որ մենք մեր ինքնությունից հրաժարվենք, որտեղ նորից եմ կրկնում, կոնֆլիկտի հիմքում ընկած է մեր ինքնությունը, մեր ազգային ինքնությունը։ Եթե մեր ժողովուրդը դա չգիտակցի, մենք ուղղակի սահուն կերպով բավարարելով բոլոր պահանջները, վերջում հայտնվելու ենք այն վիճակին, որում հայտնվեց Արցախը։ Հայաստանը հիմա գնում է նույն ճանապարհով, այն ճանապարհով, որով գնաց Արցախը եւ հայաթափվեց։ Այս սրանից է պետք ազատել մեր ժողովրդին այս ճակատագրից։ Դրա համար ենք մենք ասում, այսօրվա իշխանությունների թեթև ձեռքով մեր ժողովուրդը հայտնվել է կործանարար երկընտրանքի առաջ, կամ կապիտուլյացվել, այսինքն ընդունել այս բոլոր պահանջները, ինչ որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ ներկայացնում է, մինչև ինքնությունից հրաժարում կամ պատերազմ։ Այսինքն այս երկընտրանքի առաջականգնած մեր ժողովուրդը եւ ես կարծում եմ, որ այս միջոցառումները պետք է առաջի հերթին սթափեցման կոչ ուղղեն մեր հանրությանը, մեր ժողովրդին, որ այս գայթակղությունների մեջ չհայտնվեն, չթմրի մեր գիտակցությունը եւ կուրանանք, չտեսնենք, թե որ ճանապարհով են մեզ ուզում տանել եւ այս խաղաղականությունը, որ այսօր իրականացվում է, խաղաղության անվան տակ, այս խաղաղությունը տեղի ունեցավ Արցախի հայաթափում, ադրբեջանացում, տեղի կունենա Հայաստանի ինքնության կորստով, Հայաստանի թուրքացում։ Սրանից է պետք ազատվել եւ նորից շնորհավորում եմ, որ այս գործը ստանձնել են պատասխանատու այս գործը եւ կարծում եմ սա մենք պետք է կարողանանք կապիտալիզացնել եւ պահել հանրության եւ միջազգային հանրության առաջին հերթին ուշադրության կենտրոնում, որ Արցախի հարցը փակված չի, Արցախի կոնֆլիկտը լուծված չի եւ վերադարձի հարցը պետք է դիտարկվի որպես հավաքական վերադարձի խնդիր, ստեղծվի համապատասխան պայմաններ, որ նորից բռնի տեղահանման եւ էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ինչպես Արցախը հայաթափվեց, նորից այդ վերադարձի խնդիրը ժամանակավոր բնույթ չկրի։ Այս է կարծում եմ հիմնական ուղերձը, որ պետք է ուղղենք եւ նորից շնորհավորում եմ հեղինակներին։ Շնորհակալություն ընկեր Արմեն, սիրելի ներկաներ, երբ որ առիթ ենք ունենում թերթելու այս երկու հատորները եւ ծանոթանալու ընդհանրապես Արցախի մշակութային ժառանգությանը, մենք տեսնում ենք առանց ցնապարտության, մենք տեսնում ենք, որ այս հուշարձանները, այս մշակութային կոթողները իրենք քաղաքակրթական բարձր արժեք ունեն։ Ցավալիորեն մենք չենք կարողացել քաղաքակրթական այս մշակութային արժեքները ժամանակին աշխարհին ներկայացնել, գուցե դա էր պատճառը, երբ որ տեղի էր ունենում եւ տեղի է ունենում այս հուշարձանների, այսպես ասած, ցեղասպանական գործը, աշխարհը լուռ է։ Ի վերջո կարող էր նաեւ աշխարհի կրոնական այն երկրները, ովքեր որ իրենք գնահատում էին
այս ժառանգությունը պիտի որ աղաղակեին, սակայն մենք տեսնում ենք, որ այսօր էլ շարունակվում է այդ լռությունը, եւ մենք արդեն ժամանակն է, որ ինչպես ընկեր Արմենը ասաց, ոչ թե մենք այս գրքերը պարզապես մեր գրադարաններում դնենք, այլ կապիտալացնենք այն իմաստով, որ հենց այս գրքերով, նմանատիպ գրքերով եւ մեր մշակութային արժեքներով աշխարհին ներկայանանք, գուցե եւ ինչ որ մի բան կանխենք, Նախիջևանի ճակատագիրը չունենանք, ճիշտ է Նախիջևանին վերաբերող հիմա պատմաբան իմ ընկերները կասեն բազմաթիվ գրքեր կա, բայց այդ գրքերը չներկայացվեց հավուր պատշաճի եւ դա էր պատճառը, որ շարունակվեց Նախիջևանում ցեղասպանական գործը եւ այսօր ֆիզիկապես շոշափելի մենք արժեքներ Նախիջևանում գրեթե չունենք։ Ես հիմա խոսքը փոխանցում եմ ընկեր Վահրամ Բալայանին, պատմական գիտությունների դոկտոր, խնդրեմ ընկեր Վահրամ։ Շնորհակալություն։ Ընդհանուր առմամբ հաջողում են այն ժողովուրդները, որոնք միշտ զենքը եւ գաղափարը իրար զուգորդում են եւ կարողանում են այդ պայքարի արդյունքում ունենալ պետականություն, ազգի հարատևությունը հաջողել։ Այս տեսանկյունից ես ուզում եմ կարևորել այս գիրքը, այս երկրորդ հատորի վտանգված ժառանգության հրատարակությունը 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ արդեն ֆիդայական հայ ազգանազնագրական պայքարը գործնական հում տեղափոխվեց, ֆիդայական շարժում, քաղաքական կուսակցություններ ասպարեզ եկան, դրա հետ մեկտեղ հայ մտավոր միտքը առաջ քաշեց նաև այդ ամենի գաղափարական հիմնավորման անհրաժեշտությունը եւ դա արդյունավետ էր այն առումով, որ քիչ անց մենք նաև պետականություն ստեղծեցինք 1918 թվականին, դա այդ աշխատանքի արդյունքն էր, դպրոցում աշխատել, աշակերտին ցույց տալ քո հայրենիքը որտեղ է եղել, ինչպես է եղել եւ այդ դաստիարակության միջոցով հնարավորություն ստեղծել, որպեսզի հայ մարդը նորից վերակերտի իր պետականությունը։ Կարծում եմ մենք նորից այդ փուլն ապրում ենք եւ անհրաժեշտություն կա, որ իսկապես մեր ազգային ազգագրական պայքարը, մեր ունեցած այդ ամենը իմի բերել եւ փորձել նորից մատաղ սերունդին ներկայացնել, պայքարել։ Ես հուսալքված չեմ այն տեսանկյունից, որ ճիշտ է մենք մեր հայկական երկրորդ պետականությունը ըստ էության կորցրեցինք, փաստացի Արցախի հանրապետությունը, բայց հուսալքված չեմ այն տեսանկյունից, որ ունենք հայրենիներ, որոնք շարունակում են պայքարել, ոչ միայն ասենք պետականություն ունենալու, բանակ ունենալու, այլ նաև գաղափարական ոլորտում եւ այս տեսանկյունից աշխատանքը կարծում եմ, որ հետագայում արգասաբեր կլինի եւ հաջողություն կարձանագրենք։ Ես չեմ կասկածում, որ այն աշխատանքը, որ այսօր կատարվել է հայկական ճարտարապետություն ուսումնասիրող կազմակերպությունը, ըստ էության այդ կազմակերպության ամեն մի կատարած աշխատանքը այսօրվա բառապաշարով եթե ասենք ինչ որ միտեղ նաև բրենդ է, այսինքն ներկայացնել դա նշանակում է լիարժեք աշխատանք ներկայացնել արդեն պրոֆեսիոնալ մակարդակով եւ այս աշխատանքը նույնպես պրոֆեսիոնալ մակարդակով է կազմակերպված, այդպես այդ հատիկ առ հատիկ հավաքելով այդ ամենը իմի բերել եւ ներկայացնել հանրությանը, սա անչափ կարեւոր է։ Չեմ խոսում նրա մասին, որ աշխատանքը հովանավորել է եւ ընթացքի մեջ է պահել հայ կրթամշակութային միությունը, սա նույնպես շնորհակալ աշխատանք է, հերթական աշխատանքն է, որի համար իսկապես մենք պետք է շնորհակալ լինենք եւ կարծում եմ նմանօրինակ աշխատանքներ շատ պիտի լինեն։ Այս գիրքը, այս երկաթորյակը առաջի հերթին իմ կարծիքով չնայած գիտական տեսանկյունից կարելի է արժևորել, բայց առաջի հերթին քաղաքական առումով է անչափ կարևոր, այն նայեք, եթե Ադրբեջանի մտահոգությունը այսօր այն է, որ տարածքը նվաճել է, հասկանալի այդպես է, բայց իրենք վստահ չեն, որ այդ ամենը մարսելու են, թե չէ։ Եթե այդպես չլիներ, ապա մենակ այս վերջի 2-3 տարիների ընթացքում
աղվանքի վերաբերյալ մենակ արտասահմանում 12 գիտաժողով են այսպես կազմակերպել, ստից բանից ամեն ինչ այսպես փորձում են լցնել արտասահմանցի փորձագետների, քաղաքական գործիչների ակարժները եւ ներկայացնել, որ այդ ամենը Ադրբեջանին է պատկանում, կամ ասենք Ալիևը պատահական չի, որ Ծակուրիում կանգնեց եկեղեցու դիմաց եւ ասեց, որ հայկական այս տարրերը պետք է ջնջել։ Այսինքն որովհետեւ դրա մեջ են, այդ հայկական տարրերի մեջ են այդ վտանգը տեսնում ժամանակին խորհրդային տարիներին, երբ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը կար, այնտեղ պատմության ֆակուլտետը հայկական է, ռուսական եւ ադրբեջանական։ Ադրբեջանցի դասախոսներից մեկը մի հետաքրքիր բան է ասում է, ով չգիտի, որ Աղդամից մինչև Քյուր, որտեղ փորես, այնտեղ խաչ եւ հայկական տար կգտնես։ Այդ հենց այդ հայկական տառն ու խաչն է նրանց հիմնական վտանգը եւ դրա համար փորձում են այդ ամենը վերացնել եւ այս ամենը հավաքագրել պահելը անչափ կարեւոր է։ Այսօր ես փորձում եմ Շուշիի վերաբերյալ մի աշխատանքի վրա եմ բանանում եւ այս նկարները մանավանդ շատ դժվար է գտնել, այսինքն պատառիկները որ կա փորձում ես գտնել, որտեղ ժամանակի ընթացքում լավ չի արվել, չի պահպանվել, որպեսզի մենք կարողանանք ապացուցենք, ներկայացնենք, որ իսկապես Շուշին ի բնե հայկական քաղաք է եղել, հայկական Բերթավան է եղել, այդ նույն ձևով նաև այս ամենը այսօր կարող է, ասենք, դեռ թարմ է մեր հիշողությունը, նույնիսկ այդ ամենը մենք տեսել ենք, բայց դուք պատկերացրեք 20 տարի, 30 տարի, 50 տարի հետո, ասենք, ինչ արժեք կունենա այդ ամենը, իսկ սրանք մեկ էլ եմ ասում ժամանակի ընթացքում զենք են դառնալու գաղափարական առումով։ Եվ իսկապես քաղաքական տեսանկյունից անչափ այսօր կարևոր է աշխարհին ներկայացնելու, երբ ես պատիվ եմ ունեցել լինել Արցախի հանրապետության 4 գումարումների падգամավոր եւ հիմնականում քանի որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եմ ես աշխատել, շատ եմ հանդիպել արտասահմանցի թե փորձագետների, քաղաքական գործիչների եւ իրենք միշտ ասում էին, որ ադրբեջանցիները բերած ողողում են ամեն ինչը, այդպես հրատարակած, հայերը ոչինչ չեն տալիս եւ իսկապես մենք այս տեսանկյունից բավականին թերացել ենք եւ կարծում եմ, որ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզվով ներկայացնելը անչափ կարևոր է, որովհետեւ մեզ թվում է թե աշխարհը ամեն ինչին ծանոթ է, բայց դա այդպես էլ այդպես չէ, նրանք ապրում են իրենց հոգսերով եւ այդպես չէ, որ գիշեր-ցերեկ մտածում են մեր մասին եւ այս ամենը պետք է փորձել այդ տեսանկյունից հավուր պատշաճին նաև ներկայացնել։ Գիտական առումով սա կարևոր է, որովհետև ըստ էության փորձ է կատարվում նորից այն ամենը ներկայացնել, որոնք ոչ միայն մենք ունենք, այլ նաև մի մասը, որոնք ժամանակի ընթացքում ոչնչացվել է կամ այսօր նույնպես ոչնչացվում է։ Այս տեսանկյունից նույնպես կարևոր է, որ գիտության մեջ որպես նոր խոսք, նոր միտք հանրությանը ներկայացնելու առումով։ Երրորդը հանրայնացնել այս ամենին, այս գաղափարների հանրայնացնելը այսօր նաև դրա ապացույցն է, որ այսօր մենք հավաքվել ենք, դրա հանրայնացման մի ձև է եւ կարծում եմ, որ կարելի է մանավանդ ներկայիս տեխնոլոգիաների պայմաններում փորձել թե համացանցով, թե ընդհանրապես դպրոցներում, գրադարաններում այդ ամենը տարածել եւ որպեսզի հասարակությունը իսկապես այդ կատարած աշխատանքը կարողանա լավ ըմբռնի, հասկանա եւ տերություն անի այն ամենին, ինչը ներկայացված է այս երկու հատորյակների մեջ եւ այն ամենը, որը հետագայում նույնպես պետք է ներկայացվի։ Նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել լավ Հարինանվել կատարած աշխատանքի համար եւ կարծում եմ, որպես մասնագետների եւ մեր համագործակցությամբ մենք կփորձենք ամենայն դեպս այս ճակատում նույնպես թե հայ գիտությունը եւ թե քաղաքական միտքը, ինչպես ասում են, որոշակի բարձրության վրա պահել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Բալայան։ 44 օրյա պատերազմից հետո առաջին նախաձեռնությունը, որ համազգայինը նախաձեռնեց, մշակութային կյանքը Արցախում միջնադարից մինչև մեր օրերը եւ այդ գիտաժողովը արեցինք պարոն Աշոտ Մելքոնյանի նաեւ աջակցությամբ ակադեմիկոս
ասեմ, որ համազգային աշխատակցում է ակադեմիայի բոլոր ինստիտուտների հետ, հատկապես պատմության ինստիտուտի, որտեղ շատ ավելի մեր ծրագրերը առնչվում են պատմության հետ։ Պարոն Մելքոնյան, պիտի խնդրեմ ձեր խոսքը փոխանցեք մեզ։ Հարգելի բարեկամներ, հայ իրականության մեջ կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք միշտ հավակնել են լինել համազգային, համահայկական, բայց ժամանակի ընթացքում դրանք մարել են եւ այդ համահայկականությունը միայն թղթի վրա է մնացել, բայց ես առիթ եմ ունեցել բազմիցս համազգային հայկրթական եւ մշակութային միության հետ զանազան միջոցառումների մասնակից լինել, միջոցառումներ կազմակերպել հեռավոր Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում, բնականաբար Հայաստանի Հանրապետությունում, պիտի ասեմ, որ մեկ տարի ավելի քան շուրջ մեկ տարի գործունեության ընթացքում համազգայինն ապացուցել է, որ իսկապես ինքը համազգային է եւ ժամանակի այս փորձություններին դիմացել է։ Նույնը կարող եմ ասել այն կազմակերպության մասին, որը որ մեծապես նպաստել է այս պատկերագրքերի ստեղծմանը, խոսքը ՌԱՀ կազմակերպության մասին է։ Մեզնից շատերը խորցավ ապրեցին, երբ որ մեզ հետ այլևս ֆիզիկապես չեղավ Սիրելի Սամվել Կարապետյանը, մտածում ենք, ասում ենք, կարող է փլվի այդ կառույցը, որ այդքան հսկայական գործ էր արել, բայց ժամանակի փորձությանը կազմակերպությունը դիմացավ, Սորաֆիկ Հորտոշյանն է, Էման Աբրահամյանն այդ գործը շարունակում են, այդ շնորհակալ գործը։ Այդ նշանակում է, որ այ համազգային կառույցներ են, որոնք բացարձակապես նշանակություն չունի, թե նրանք ինչ քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում կսկսեն գործել։ Սփյուռքում, Հայրենիքում իշխանություն կփոխվի, քամին հյուսիսից ու հարավից կմղի, նրանք իրենց հայրենանվեր գործունեությունը շարունակում են։ Երբ որ տեղի ունեցավ 2023 թվականների այս մեծ աղետը, առաջին քայլերից մեկը, որ մեր ինստիտուտը փորձեց անել, դա մեր արցախցի գործընկերներին, որոնք ահռելի գործ էին արել, աշխատանքի ընդունել էր մեզ մոտ եւ մենք մի հրաշալի բաժին ստեղծեցինք պրոբլեմային խումբ պարոն Վահրամ Բալայանի ղեկավարությամբ, այստեղ Հովիկ Նավանեսով, որ շնորհակալ աշխատանք է կատարում, որը որ հենց զբաղվում է Արցախի պատմամշակութային ժառանգության փրկության խնդրով եւ արցախցիների իրավունքներով։ Դա շատ կարեւոր է, իսկ ինչ վերաբերում է Արցախի պատմամշակութային ժառանգությանը, մեզնից յուրաքանչյուրը, որ հարյուրավոր անգամ Արցախում եղել է, այդ կորուստը պատմամշակութային, այսպես ավելի վտանգված ժառանգությունը ասոցացնում է ինչ-որ կոնկրետ մի հուշարձանի հետ եւ հետո նոր ամբողջացնում։ Մեկը դա Ղազանչեցոց եկեղեցու, մյուսը Ամարասի, մյուսը Ծիծեռնավանքի եւ այլն, բայց հավատացեք, ես այդ ամբողջը որպես ջավախցի ասոցացնում եմ մի գերեզմանակարի, տապանակարի հետ, որի վրա գրված է Ջալալ Տեր Գրիգորյան։ Այս անձնավորությունը իմ դոկտորական ատենախոսությանը ժամանակ ես անդադ հանդիպում էի եւ չէի կարող պարզել, թե ով է այս անձնավորությունը, ազգանունը Ջավախյան ազգանուն չէր, բայց հետո կամաց տեսա, որ մամուլում, արխիվում ահռելի քանակությամբ նյութ կա, մարդ, որը լինելով արցախցի, ծնված Մաղավուզ գյուղում, ավարտելով Էջմիածնի Գեորգյան ճեմարանը, անմիջապես աշխատանքի հետո Ներսես աշտարակեցու հիմնադրած Ներսիսյան դպրոցը անմիջապես աշխատանքի էր անցել Ջավախքում 25 տարեկանում եւ մինչեւ կյանքի վերջը շարունակել էր գործունեությունը Ջավախքում։ Չկա մի կառույց Ջավախքում 19-րդ դարի վերջին 20-ի սկզբին, որի ստեղծմանը մասնակցած չլինի Ջալալ Տեր Գրիգորյանը, որին արդեն Թիֆլիսում հայ գրողները, մասնավորապես Վերնատունը ճանաչում էր որպես ջավախցի, բայց ինքը արցախցի էր։ Ջալալ Տեր Գրիգորյանը անձնավորություն, որը երկու անգամ Հովանես Թումանյանին տարավ Ջավախ, ինքը կազմակերպեց Ջավախեցու հետ միասին եւ դարձավ ջավախցի։ Ես իմ արժեվ խնդիր էի դրել անպայման գտնել նրա գերեզմանակարը, առավելևս որ հայրս ինձ պատմել էր, որ պապը Վահան Տերյանի հետ միասին մորաքրոջ տղաներ էին։ Իմ հայրական պապը եւ Վահան Տերյանը, որոնք միասին 1892 թվականի սեպտեմբերին սովորել էին Ախալքալաքի Մեսրոպյան դպրոցում եւ հայրս ասում էր, որ
փառահեղ մի դասատու են ունեցել Ջալալ Տեր-Գրիգորյան, պապը անընդհատ նրա անունը տալիս էր։ Դե պատկերացրեք, ես այդքան լինելով Արցախում միշտ զորամասերում դասախոսություններ էի կարդում 10 տարի շարունակ, երբեք չէր ստացվում, որ ես զբաղվեի այդ խնդրով եւ զարմանալիորեն Վարդան Բադալյանի հետ երբ ծանոթացա երկիչ մաղավուսցի, ինքը ասեց ես կհետաքրվեմ եւ նրա հայրը գտավ նրա գերեզմանակարը։ Մահվանից առաջ Ջալալ Տեր-Գրիգորյանը գրել էր. Իմ ամբողջ կյանքը նվիրեցի Ջավախքին, բայց ուզում եմ ամփոփվել իմ հայրենի Արցախում։ 1941 թվականին աղքատության մեջ մահացել է եւ ջավախցիները նրան տարան եւ մաղավուզում հողին հանձնեցին։ Ակադեմիայի պատվիրակության հետ միասին 23 թվականին այդ աղետից ընդամենը մի քանի ամիս առաջ հուլիս ամսին մենք գնացինք եւ գտանք նրա գերեզմանակարը, տապանակարը եւ պատկերացրեք այդ տապանակարի շուրջը մի ամբողջ հուշարձանախումբ, ինչպես տեսեք, ինչքան տապանակարեր եք այստեղ տեսնում խաչկարերով եւ հիմա անընդհատ ինձ տանջում է թե ինչ վիճակում է Ջալալ Տեր-Գրիգորյանի տապանակարը։ Գիտեք, ամեն մեկս պիտի մեր սրտում ունենանք մի այսպիսի հուշարձան, որը ասոցացնի ամբողջ Արցախի հզոր պատմամշակութային ժառանգությունը։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել այս միջոցառման համար եւ համոզմունք հայտնել, որ այտեսեք մեր ընկերները խոսեցին այս խնդրի քաղաքական կարևորության մասին։ Ես փորձեցի գիտաքաղաքական կարևորության մասին խոսել, որտեղ համենայնդեպս այս ընդհանուր ամայության պայմաններում գիտնականները քաղաքացիական նկարագիր ունենան, իրենց խոսքը ասեն, որպեսզի դրա համար բացվեն լավ նպաստավոր ժամանակներ հայրենիքը նորից հետ բերելու համար։ Շնորհակալություն։ Որքան էլ մենք առանձին փորձենք խոսել այս մշակութային ժառանգության մասին, որոնք ամփոփված են գրքում, ընկեր Ռաֆիկ Քորտեշյանը ամենայն մանրամասնությամբ գիտի բոլոր խաչքարերի, հուշարձանների պատմությունը եւ շնորհակալ եմ ընկեր Ռաֆի մեր կողքին լինելու համար, անշուշտ մեր մտահղացումը կարող է շատ գեղեցիկ լինել, բայց չիրականացվեր, եթե դուք մեր կողքին չլինեիք։ Հիմա ուզում եմ մի քիչ մանրամասնել կարևոր հուշարձանների մասին։ Բարև ձեզ սիրելի հայրենագիտներ, նախ շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես կփորձեմ խոսքս մի հատվածը կրճատել, որովհետև արժանավոր խոսքեր եղան ինձ այս առաջ եւ չեմ ուզում կրկնվեմ այդ հատվածում եւ ավելի մանրամասն կանցնեմ գրքի ստեղծման պատմության եւ նաեւ մեր մտածածների մասին, թե ինչի համար ենք այդ գործը նախաձեռնեցինք։ Ուրեմն հստակ է եւ անհարգելի են այն բոլոր փաստերը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ մղված Ադրբեջանի կողմից սկսած բոլոր պատերազմները նաեւ պատերազմներ էին նրա հենց մշակույթի դեմ եւ հաճախ ուղեկցվում էին եւ զուգորդվում էին նաեւ մշակութային ցեղասպանությամբ։ Բազմաթիվ են փաստերը, որ 1991 թվականից սկսած Ադրբեջանը այն բոլոր տարածքները, որը նվաճում էր եւ բռնի տեղահանում էր հայերին, հաջորդ քայլը սկսում էր այդ հուշարձանների ավերումը եւ մեր կազմակերպությունը դեմս Սամվել Կարապետյանի, Արմեն Հաղթարյանի բազմաթիվ հրատարակություններ ունի ներկայացնելով այդ ժամանակաշրջանի մինչև 20 թվականի պատերազմը, թե ինչ է կատարվում այդ հատվածներում, որոնք բռնազավթված են կամ Ադրբեջանի կողմից եւ հայ ժողովուրդը տեղահանված են այդ տարածքներից։ Եվ այդ ամբողջ աշխատությունները մեկ միտում ուներ ցույց տալ Ադրբեջանի ցեղասպանական քայլերը եւ հետեւաբար դրանով նաեւ փորձել պաշտպանել Արցախի հանրապետությունը։ Ցավոք 2020 թվականի արդեն 44 օրյա պատերազմից հետո, երբ որ Արցախի մեծ մասը նաև անցավ Ադրբեջանի հսկողության տակ, մենք ունենալով նաև այդ նախորդ փորձը կանխատեսեցինք, որ
հաջորդը լինելու է արդեն այն հուշարձանները, որոնք գտնվում են արդեն Ադրբեջանի հսկողության տակ եւ սկսեցինք հրատարակել տարբեր քարտեզագրքերից սկսած այլ աշխատություններ, որոնց միջոցով մեր միակ նպատակը այն էր միջազգային հանրության ցույց տալ իրողությունը եւ մեր մտավախությունները փաստացի ձևով ներկայացնել, թե ինչի ենք մենք մտավախություն ունենք այս հուշարձանների ոչնչացման։ Դրանցից մեկն էր նաեւ համազգային հայ-քրդական մշակութային միության նախաձեռնությամբ առաջին մասը Արցախ վտանգված ժառանգություն առաջին մասը եւ մենք սիրով ընդառաջեցինք, որովհետեւ մեր նպատակը նույնն էր։ Այս հատվածում առաջին մասում անշուշտ մենք նախաբանում կարևոր հատվածը ներառեցինք այն անցած տարիների փորձը, այսինքն 91 թվականից մինչև 20 ներկայացրեցինք, թե ինչ փաստերով անշուշտ ներկայացրեցինք, թե ինչ հուշարձաններ են ավիրվել եւ ինչպես է հուշարձանների վիճակը այսօր եւ ամբողջը նաեւ QR կոդերով ամրացրեցինք, որ նաեւ տեսներ այդ գիրքը ընթերցողը տեսներ, թե այսինքն տեսողական ձևով տեսներ, թե ինչպես վիդեոներով, նաև ինքը զգար, թե ինչպես են ավերում այդ հուշարձանները եւ արդեն դրանից հետո պատկերներն են հիմնականում ընտրված են այնպիսի պատկերներ, որոնք գեղեցիկ են նկարված, հուշարձանները բարձրորակ հուշարձաններ են, այնպես չէ, որ բոլոր գիրքը ներառում էր այն բոլոր հուշարձանները, որը Արցախում կար, որովհետև դրա համար մի քանի հատորներ էր պետք։ Եվ այստեղ ծաղկաքաղ եւ այդ ծաղկաքաղի միջոցով նաեւ ամեն մի հուշարձանի թվականով, պատմական որոշ տեղեկություններով, նրա չափերով, այսինքն նույնիսկ եթե եկեղեցի գոյություն ունի, քանի խաչքար ունի իր պատերին, գերեզմանոց, եթե կա գերեզմանոցները խաչքարերով են, տապանակարերով են, քանակը, անշուշտ նաեւ դա փաստագրում լինի հետագայի ավերումները վավերագրելու համար։ Դժբախտաբար, երբ այս գիրքը արդեն լույս էր ընծայվելու եւ կազմը միան պատրաստ չէր, եւ մեր նպատակն էր, որ ներկայացնել միան այդ հատվածը 44 օրյա պատերազմի անցած հուշարձանները եւ մեր միտքը, որ այդ դրանով նաեւ պաշտպանենք մնացած հատվածները եւ միջազգային հանրության թեկուզ ցույց տանք, որ այսպես ամեն մի տարածք, որ Ադրբեջանը բռնազավթում է, նաեւ ոչնչացնում է այնտեղի մշակույթը, որը համաշխարհային մշակույթի մի հատվածն է։ Եկավ 23 թվականի սեպտեմբերյան արհավիրքը եւ մեր ժողովուրդը բռնի դեղահանվեց, էթնիկ զդումների ենթարկվեց եւ արդեն այդ ժամանակ մենք նորից մտածեցինք, որ այն նույն ճակատագրային անժարանալու մնացած հուշարձանները եւ կազմը փոխելով գրեցինք մաս 1 առաջին մասի համար եւ արդեն այսօր երկրորդ մասը մեր ձեռքում է երկրորդ մասի սկզբում արդեն ցույց ենք տալիս նաեւ այն հուշարձանները, որ ավերվեցին, այն հուշարձանները, որ մենք մաս 1-ում մտածել էինք, որ վտանգված են, արդեն ընթացքում որոշները ոչնչացվեցին եւ մենք այս ընդամենը մի տարվա ընթացքում եւ այդ մենք առաջին երկրորդ մասի սկզբում ներկայացրել ենք նաեւ այդ հուշարձանները, որոնք վտանգված էին եւ այս արդեն գոյություն չունեն եւ նաեւ այն մնացած հուշարձանները, որոնք այսօր Ադրբեջանի հսկողության տակ է։ Նորից ծաղկաքաղ այս աշխատանքը ամբողջ, այսինքն լուսանկարները սկսում են Սամվել Կարապետյանից, այսինքն եւ հասնում մինչեւ 2023 թվականը։ Բազմաթիվ լուսանկարներ ոչ թե միայն Սամվել Կարապետյանի, այլ նաեւ հաջորդող մեր խմբի անդամներից են, անշուշտ նաեւ ունենք բազմաթիվ լուսանկարներ, որոնք մեզ նվիրել են մեր արցախցի հայրենագիցները, բոլորը նշված են գրքում եւ այսինքն համատեղ մի աշխատանք է
նաև մեծ լումա ունի կազմակերպության բոլոր անդամները, թարգմանիչները, դիզայներները եւ այլն։ Մեր սա մի ամբողջական մի խումբի, թեկուզ գազմողը այնտեղ նշված եմ ես, բայց մի ամբողջական մի խումբի եւ մի քանի սերունդների հավաքված նյութի հիման պատրաստված աշխատանք է եւ նաեւ իմ խոսքում ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնեմ համազգայինի երկետրոնական վարչության, համազգայինի Երևանյան եւ Արցախյան գրասենյակի ներկայացուցիչներին, որ այս գործը կարևորեցին եւ բարձ էր որ պիտի կարևորեին եւ այսօր մենք ունենք այս գիրքը, որը պետք է լինի մեր ձեռքի զենքը, որով քաղաքագիրտ թեկուզ մարդկության, որովհետև այնպես չէ, որ ամեն եվրոպական կամ քաղաքագիրտ են եւ այդ քաղաքագիրտ մարդկության ցույց տանք քաղաքագիրտ քաղաքական գործիչներին, որոնք մտածում են, մտահոգված են միջազգային կարևորություն ունեցող հուշարձաններով հատկապես ներկայացնենք այս փաստերը եւ դրանով իսկ փորձենք ժամանակ շահել պաշտպանելու Արցախի հուշարձանները, անշուշտ նրանց ճակատագիրը երկար տարիների եթե ձգվի այս իրողությունը, դադարեցված է ոչնչացման, ինչպես եղել է դա Արևմտյան Հայաստանում, բայց մեր պայքարը պետք է շարունակել, փորձել, պաշտպանել այն ինչ որ կա եւ հետաձգել այդ գործողությունները։ Շնորհակալություն ձեզ։ Նորից շնորհակալություն Գերապի, շատ շնորհակալ եմ, հավանաբար աներևակայելի է թե ինչ դժվար աշխատանք էր եւ ֆիզիկապես եւ հոգեպես, որտեղ ամեն վարքյան առնչվում էինք մեր հոգեվոր մշակույթի կործանմանը, որ արդեն տարիներ ձգվում է։ Ես ուզում եմ նաև սիրելի ներկաներ ձեզ ասել, որ կենտրոնական վարչությունը ոչ միայն անմիջապես համաձայնություն տվեց այս գործը նախաձեռնել, այլև անմիջապես եղան հովանավորներ եւ ասեմ, որ նույնիսկ մարդիկ, ովքեր որ մի քանիսը, որ անմիջապես համաձայնվեցին հովանավորել կյանքի կոչելու այս երկու հրաշալի գրքերը։ Ես հիմա կենտրոնական վարչության անդամին Ինկեր Արտաշես Շահբազյանի խոսք պիտի տամ, ինքը ասացի։ Շատ բան ասվեց, սիրելի բարեկամներ, սիրելի ներկաներ, այո, գրքի այս նախաձեռնության հեղինակները, մտահղացողները Երևանի, համազգայինի Երևանի եւ Արցախի գրասենյակներն են եղել, կենտրոնական վարչությունը իր անվերապահ համաձայնությունը եւ աջակցությունը տվեց, կարևորելով այս գործի կազմակերպումը եւ իրագործումը։ Մենք կոչվում ենք համազգային մշակութային կրթական կազմակերպություն, մեզ համար մեր քաղաքականությունը մշակութային է եւ կրթական, բայց այս դեպքում շատ հասկանալի էր, որ մշակութայինից ավելի այն ինչ որ արվում է ունի քաղաքական նշանակություն եւ այսօրվա խոսքերն որ հնչում են այդ մասին են վկայում, մենք հույս ունենք նաեւ որ սա որպես մի փաստաթուղթ, այսպես ասեմ, եւ վկայություն հայկական Արցախի հայկական ինքնության մասին եւ վկայություն ադրբեջանական հանցագործության մասին այսօր վաղը մյուս օրը կարող է ծառայել մեր հետապնդած դատին։ Ընկեր Արմենը այստեղ ասեց, հիշեց նաև 90-ականներից, որ Ադրբեջանի քաղաքականությունը այն ինչ որ ադրբեջանա-թուրքական, այսպես ասած, ռազմավարությունն է եւ ավելի հետ գնալով կարող ենք հասնել նաև մինչև չեմ ուզում գնալ հասնել դարասկիզբ, բայց
այն խաղաղ ժամանակները, որ թվում էր ազգային հարցը, ինչպես ասում էին Խորհրդային Միությունում, լուծված էր, բայց Բաքվում նստած Զիա Բունյաթովների նման գիտնականները պետական հովանավորությամբ եւ պետական պատվերով կեղծում էին հայոց պատմությունը, կեղծում էին, զբաղված էին ադրբեջանական պատմաշինությամբ, այսինքն իրենց համար սա ռազմավարություն է եւ չեն կարող իրենց նեղանալ ասել ինչու է այդպեսին։ Մենք մեզանից պիտի նեղանանք, թե մենք ինչու չենք հասկանում այս ամեն ինչը։ Ինձ համար ուղղակիորեն այս քաղաքականությունը, որ այսօր իրականացնում է մշակութային ցեղասպանությունը, Ադրբեջանը ուղիղ շարունակությունն է 20 եւ 23 թվականների հայկական ջարդերի Արցախահայության ցեղասպանության, սա ուղիղ նրա շարունակությունն է եւ սրան ուղիղ պիտի սրա կողքը բերել եւ ներկայացնել կամ հակադրել խաղաղության այդ կեղծ գաղափարախոսությունը, կեղծ այդպես ասած քաղաքական այսպես ասած սուտը, մեծ սուտը, որ իբրև թե հայ եւ ադրբեջանցի եւ ես ձեզ ասեմ, որ առաջիկայում իհարկե մինչև ընտրություններ մենք այդ ամեն ինչը կլսենք շատ ավելի հիմնավոր ձևով, շատ ավելի այսպես ասած քաղցր խոսքերով եւ Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի կողմից, բայց ոչ մի կասկած չունեմ, որ կանցնի հունիսի 7-ը, Աստված չանի իրանց ուզածով անցնի, հաջորդ օրվանից սկսվելու են, չեմ ուզում որևէ մեկին վախեցնել, բայց ոչ մի կասկած չունեմ, եւ կրակոցները, եւ ցեղասպանությունը իր տարբեր ձևերի մեջ եւ այն պահանջները, որոնք խորացում են պահանջների եւ կատարումը այն հանձնառությունների, որ Հայաստանի իշխանությունները ստանձնել է Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ եւ մենք տեսնում ենք, որ հանկարծ դրանք դուրս են գալի ջրի երես եւ իրականացվում են Հայաստանի իշխանության կողմից։ Հիմա այս ամենը մեզ թույլ է տալի ասելու այս երկաթորյակը, երբ որ մենք մտածեցինք սրանց հրատարակման մասին, շուտ հասկացանք, որ այստեղ պրոֆեսիոնալ ձեռքը պիտի արհեստավար ձեռքը պետք է այս գործը անի, եթե հանկարծ մենք այդ ճանապարհով չգնանք, ուրեմն կձախողենք այն մեծ նպատակը, որ մեր առջև դրել ենք, բարեբախտաբար Հայաստանում այդ գործի արհեստավար մասնագետները արդեն տասնամյակներ շարունակ այդ գործն անում են եւ հիմնադրամի ներողություն հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամը հանձինս Ռաֆիկ Հորթոշյանի, որի հետ մենք գործ ունեցանք, ստանձնեց սիրով եւ կարծում եմ արեց շատ արհեստավար ձևով այս գործը, նորից ասեմ հուսամ, որ այս աշխատանքը մեզ պետք կգա ոչ միայն մեր գալիք մշակութային, ինքնաճանաչման, այսպես ասած աշխատանքների մեջ, ընթացքի մեջ, այլև կօգնի այն մարդկանց, ովքեր միջազգային ասպարեզներում մեր դատը պիտի ներկայացնեն եւ պիտի պայքարը շարունակեն մեր Արցախի նկատմամբ մեր իրավունքների համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Թշնամիները հրաշալի գիտեն, որ որևէ ազգի ոչնչացնելու համար նախ հոգևոր հայրենիքը պիտի սպանեն նրանց մեջ եւ հետո նոր ֆիզիկական հայրենիքը։ Ցավոք սրտի Ադրբեջանը հենց այդ քաղաքականությամբ է առաջնորդվում եւ ձեռք է մեկնել մեր հոգևոր հայրենիքին, դժբախտաբար այդ հոգևոր հատվածի մի մասը արդեն ոչնչացման
շեմին է, բայց կարծում եմ մենք չպետք է թույլ տանք, որովհետև հստակ գիտակցում ենք, որ այն ինչ այսօր տեղի է ունենում, չպետք է թույլ տանք, որ ինչպես ասացի իմ խոսքի սկզբում ունենա Նախիջևանի ճակատագիրը, մշակույթն էլ քաղաքականություն է, եւ ես դեմ եմ, երբ որ զատում են մշակույթը զուտ, այսպես քաղաքականություն հասկացողությունից, մշակույթն էլ է քաղաքականություն, ինչպես ասացի, մեր իրավունքները, պատմական իրավունքները իրենց մեջ ներառում են եւ քաղաքական իրավունք, եւ մշակութային իրավունք, պարզապես մենք սիրելի արցախցիներ բոլորս իրար հետ պիտի թիկունք լինենք, մի կողմ դնենք մեր բոլոր անձնական հաշվարկները, այսպես ասեմ, եւ ապրենք անանձնական կյանքով, որովհետեւ այսօր մեզանից մեր նախնիները հենց դա են պահանջում, ապրել անանձնական կյանքով, անվերապան նվիրվել, հավատալ հոգեվոր հայրենիքի հավերժությանը եւ գնալ դեպի այդ հայրենիքը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, եթե խոսք ունի ասելու, խնդրեմ համեցեք, պարոն Ստեփանյան։ Շնորհակալություն, ես նույնպես ուզում եմ շնորհավորել այս կարևոր նախաձեռնության կապակցությամբ եւ նաեւ նշել, որ շատ խորհրդանշական է, որ այդ միջոցառումը տեղի է ունենում հենց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում եւ երևի թե սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս շենքը, այս դահլիճը եւ մյուս բոլոր դահլիճները կամ հաստատությունները Արցախի հետ կապված մշտապես ուրախ կլինեն, որ նմանատիպ միջոցառումները կազմակերպվեն այստեղ, որովհետև եւ սա դառնա այն հիմնական հանգույցներից մեկը, որտեղ որ անընդհատ խոսվի Արցախի մասին, որտեղից որ անընդհատ ճառագի Արցախի մասին, թե մշակույթի հետ կապված, թե քաղաքականության, դիվանագիտության, մարդու իրավունքների հետ կապված տարբեր նախաձեռնությունները։ Բավականին շատ ու բովանդակային խոսք լսեցինք եւ կարեւորության մասին եւ հետագա աշխատանքների մասին։ Ես պարզապես կուզենայի մի կարևոր շեշտադրում անել, թե այս գիրքը կամ ձեռնարկը ինչ կարևորություն ունի հենց նաեւ արցախցիների համար։ Եկեք հարցի այս կողմը բաց չթողնենք, իհարկե ինքը քաղաքական նշանակություն, մշակութային քաղաքականություն վարելու համար է կարևոր է գիտական տեսանկյունից, բայց նաև կարևոր է արցախցիների համար։ Ես օրինակ մեկ մտածում եմ, որ լինելու է ժամանակ, երբ օրինակ հնարավոր լինի ժամանակ, որ օրինակ մոռանամ Ստեփանակերտի փողոցների անվանումները կամ այն փողոցները, որտեղ որ ծնվել, մեծացել եմ կամ որ այն մշակութային օջախները, որոնց հետ առնչակից եմ եղել եւ սարսափով եմ ուղղակի պատկերացնում, որ կարող է նաեւ լինի այդպիսի ժամանակ։ Այսինքն հիշողությունը, որ պետք է վառ պահել, նաեւ նման նախաձեռնությունների միջոցով պետք է վառ պահել։ Պարոն Մելքոնյանը նշեց, որ յուրաքանչյուրիս համար մշակույթը ինչ որ կոնկրետ կերպարանք է ստանում եւ դա ճիշտ է։ Իրապես դա ճիշտ է եւ օրինակ երբ որ Սաղմոսավանք եմ մտնում, ես ինձ զգում եմ Գանձասարում։ Ես չգիտեմ ինչպես, երևի ճարտարապետական նմանությունն է։ Այո, եւ կամ Հովանավանքի հետ նույն ասոցիացիաներն են, կամ օրինակ Սաղմոսավանքի կիրճը տեսնում եմ, ինձնից անկախ Հունոտի կիրճն եմ պատկերացնում։ Մեր մեջ այդ հիշողությունը ապրում է, մեր մեջ այդ հիշողությունը դեռ կա, արթուն է եւ ցանկալի է, որ նման նախաձեռնությունները օգնեն նաեւ արցախցիներին, հայ ժողովրդին, որոնք իրապես կապված են եղել, կապված են Արցախի հետ վառ պահել այդ հիշողությունը։ Եվ երկրորդ կարևորությունը իհարկե նշվեց դրա մասին, բայց կուզենայի նաեւ ես շեշտել, որ մենք իրապես թերացել ենք մեր մշակույթը աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու հարցում եւ պահանջատիրության հարցում։ Նախորդ հատորը, երբ որ լույս էր տեսել եւ մեր սիրելի հայրենին ինձ նվիրել էր մի քանի օրինակ, ներկայացուցչությունում կար, ուզում ասել, որ դրանք բոլորը փոխանցվել են մեկը գերմանացի լրագրողի, մեկը բրիտանացի ուսանողի, որը ուսումնասիրում էր այս թեման, մեկը բելգիացի լրագրողական թիմի
Եվ կարծում եմ բոլորն էլ ուղղակի որ թերթը շատ բան են սովորել այդ ուրեմն գրքույկներից։ Հետևաբար սա նաև խոսում է այն մասին, որ պահանջված է եւ այս ուղղությամբ բոլոր ջանքերը պետք է հազարապատկվեն, հնարավորինս նաև միջազգային հարթակներում մեր խոսքը տեղ հասցնելու եւ լսելի դարձնելու համար։ Սա էր որ ուզում եի ասել, շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շնորհակալություն շատ տեղեկատվական իմաստով ասեմ, սիրելի ներկաներ, որ համազգայինի տպագրած բոլոր գրքերը մենք ուղարկում ենք աշխարհի տարբեր երկրներ, որտեղ համազգայինը ունի մասնաճյուղեր։ Ասեմ, որ նաև կան մարդիկ, ովքեր աշխարհի հեղինակավոր համալսարանների հետ աշխատում են, եւ մենք համազգայինի գրքերը իրենց միջոցով տեղ ենք հասցնում նաև այդ գրադարաններին։ Իսկ Արցախը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է եղել, արդեն իմ սիրելի արցախցիները տեղյակ են, 44-օրյա պատերազմից հետո տպագրեցինք Հնչող ձայներ գիրքը, որտեղ զետեղված էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մեր երիտասարդ ստեղծագործողների գործերը, բանաստեղծություններ եւ արձակ գործեր, այնուհետև Գեղարվեստի ակադեմիայի միջոցով տպագրեցինք իրենց հետ համագործակցությամբ, տպագրեցինք քանդակների եւ նկարների դարձյալ զոհված հերոսների գործերը, նույնիսկ Հնչող ձայները Ստեփանակերտի համալսարանում Տիկին Նունեն ներկա էր, շնորհանդեսը արեցինք, ցավոք այսօր այդ հնարավորությունը չունենք, բայց ես անձամբ հավատում եմ, որ մի օր նորից Ստեփանակերտի համալսարանում կամ Շուշիի դպրոցներից մեկում մենք որևէ գրքի շնորհանդես կունենանք, պարզապես տուրք չպիտանք այսօրվա քաղաքականությանը, այս բաժանումները, որ այսօր տեղի ունենում մեր հասարակության մեջ, այս հասարակության բևեռացումը, հասարակությունը բևեռացվել է երկու ճակատների, տուրք չպիտի տանք եւ երբեք չպիտի ասենք հայաստանցի, արցախցի, ջավախցի, մենք մի ժողովուրդ ենք, ունենք մի նպատակ եւ այդ նպատակին հասնելու համար պիտի մեր բոլոր միջոցները ներդնենք իրար սիրելով, իրար նվիրվելով եւ երբեք իրար թիկունքի չխոսելով։ Սա թերություն է, որ այսօր պտուղները մենք վայելում ենք։ Սիրելիներս շատ շնորհակալ եմ բոլորիցդ, մինչև որ խոսքս ավարտեմ, իմ շատ սիրելի ընկեր Հայկազը նույնպես որպես ջավախցի ուզում է իր խոսքը հղի։ Սիրելի ընկերներ, բնականաբար նման միջոցառումները ոչ միայն օգտակար են, մենք մարդ ենք եւ հատկապես ազդում է մեր զգայական համակարգի վրա սրտի։ Մտքից գուցե ավելի սրտի վրա է ազդում եւ մեզ ապրումներով, զգացումներով, կարոտներով տանում է այն աշխարհը, որը ներկայացված է գրքերում, որին մենք անձամբ ծանոթ ենք, քաջատեղյակ ենք, բազմաթիվ անգամներ եղել ենք։ Ցավոք մեր հողից, ջրից բաղկացած մարմին ունեցող հայրենիքը, այո, աստիճանաբար ուզում եմ վերածել զուտ հոգևոր հայրենիքի եւ ես շատ կուզենայի, որ նման հրատարակությունները նախ եւ առաջ նման աշխատանքները այդ քաղաքականության դեմ պայքարեն, որովհետեւ մեզանում արդեն պետական մակարդակով այդ հայրենիքը Արևմտյան Հայաստանը, Նախիջևան եւ Արցախը մոռացնել տալու կրթական ծրագիր է դրած եւ մեր բոլոր ծրագրերը այսօր դիտվելու են հակապետական ծրագրեր, նաեւ բացառված չէ, որ այս գործի հեղինակներն ու կազմակերպիչները եւ բոլոր այս գաղափարի հետևորդները դիտվեն հակապետական մարդիկ։ Ես ինչու եմ սա ասում, որովհետեւ երբ ասում ենք, որ Ադրբեջանը Ալիևը, չգիտեմ, անընդհատ այս է անում մեր Արցախում, այն է անում, չպետք է մոռանանք, որ այդ ամենը նա անում է, որովհետև նրա անելու իրավունք տվել է պատմության մեջ չլսված, չտեսնված մի բան։ Հայաստանի թշնամական կառավարությունը։ Սխալ է, որ ասում ենք Դավաճան, այս մարդը Դավաճան, անուններ չեմ տա։ Ոչ,
Սա դավաճանություն չի։ Սա պատմության մեջ չեղած մի բան է, երբ ամբողջ մի կառավարություն իր ամբողջ համակարգով պայքարում է մեր հայրենիքի դեմ։ Այն մաս առ մաս փորձելով հանձնել թշնամուն, Արցախի օրինակով տեսանք հանձնեց։ Ես ուզում եմ, որ մեր բոլոր խոսքերում, մեր բոլոր ապրումներում, ելույթներում, նիստուկացում սա շեշտվի, որ թշնամին մեր տուն է մտել, որովհետև մենք ենք բացել դարպասը, եւ բացողները դեռևս այստեղ են, երբ նրանք այստեղ են, մեր այս աշխատանքները շատ արդյունք չեն ունենա։ Մինչև մենք չկարողանանք ազատագրել Հայաստանը, չենք կարողանա ազատագրել Արցախը։ Եվ Արցախը ազատագրվելու է, վստահ եմ։ Եվ պարոն Մելքոնյանը այն ժամանակ, եթե հիշի, որ ես էլ այս ցանկությունը հայտնեցի որպես ջավախցի, ինձ էլ կառաջարկի, որ գնանք Արցախ եւ տեսնենք իր ուսուցչի գերեզմանը, գերեզմու տապանակարը, խաչքարը, միասին կգնանք։ Եվ դա շուտով կլինի։ Բայց մինչև այդ շուտով լինելը այս աշխատանքները նույնպես շատ կարևոր են եւ ինչպես ընկեր Արմենը մի քանի առումներով շեշտադրեց, մենք ամեն ինչ հանձնել ենք թշնամու ձեռքը, մեր ձեռքով կամավոր տվել ենք մեր պատմական ընթացքի, պատմական կարգի սանձերը թշնամի կարապանի ձեռքը եւ մենք հույս ունենք, թե մենակ հայրենիքի մասին հիշելով եւ գրքեր գրելով կհաղթենք։ Ցավում եմ, բայց այդ ճանապարհը կտանի Արցախի նախիջևանացման։ Մեր պայքարը օր առաջ ասելով մեռանք, բայց պարզվում է, որ տարի առաջ ասելն էլ չօգնեց։ Մեր պայքարը պիտի լինի մեկ բան. ազատագրվել Արցախը տվողներից եւ հետագայում մեր Ռաֆիկ Հորտոշյանը եւ մեր բոլոր գիտնականները, մշակույթի արվեստի գործիչները արդեն հնարավորություն կունենան չեղածը, մոռացվածը գետնի տակից հանել եւ մեզ ներկայացնել որպես մեր հայրենիքի սրբազան մասունքներ։ Ես շնորհակալ եմ համազգայինից, որ առիթը ստեղծեց ոչ միայն այս գիրքը հրատարակեց, այլև առիթը ստեղծեց այդ գրքի շուրջ հավաքվելու, լսելու մեր ընկերների, քաղաքական, մտավոր գործիչների կարծիքները եւ եւս մի անգամ ողջևորվելու եւ պայքարի ուխտը նորոգելու համար։ Շնորհակալ եմ բոլորից։ Սիրելիներս, ես չեմ ուզում այսպես ինքս սահմանափակել, եթե որևէ մեկը ցանկություն ունի խոսք ասելու, խնդրեմ համեցեք։ Եթե որևէ մեկը կուզենա իր սրտի խոսքը ասի, կան ցանկացողներ, որ կուզեն խոսեն։ Եթե չէ, ահա, խնդրեմ։ Երևի պատմապատել։ 80-ականներում ես եմ լույս տեսած եմ Բորտայի Հայաստանի մեջ, Արցախի պատմական դատարանական ուշադրության մասին հալով։ Դերինակի անունը չեք Շահեն Մգրտյան, Շահեն Ավետյան, այդ հանդորի մեջ եղած միթերում և այս ասոր միթերում կամ մգա, կամ հարաբերակցություն մգա, կամ այս գործը օգտված է այն լուսանկարները, որոնք հայնադեն հրատարակված են Հասկանալի է 80-ական թվականներին տպագրված այդ գրքի եւ այս գրքի հետ կան որոշակի համադրություններ, չեմ կարող ասել, ահա, խնդրեմ, ինքեր Ռաֆին կարող է պատասխանել։ Իրականում տարբեր գրքերում, մեր գրքերի մեջ օգտագործում ենք ժամի գիրքը, բայց այստեղ լուսանկարները, որովհետև բնօրինակները հիմնականում չունենք մենք, եւ այդտեղ ավելի եւ սև ու սպիտակ է մեծ մասը, հետեւաբար այստեղ ավելի այսինքն գունավոր լուսանկարներ ենք նախընտրել ունենալ այս գրքում եւ ավելի 90-ական չասեմ, ամենայն հին լուսանկարները 2005 թվականից են։ Հետևաբար այդ ժամանակաշրջանի լուսանկարները պարզապես որակի առումով այստեղ ներառված չեն։ Բայց այդ անշուշտ աշխատությունը առաջին աշխատություններից է, որը նաև մեր մնացած հրատարակությունների մեջ օգտագործում ենք։ Սիրելի ներկաներ, շնորհակալ եմ բոլորիցդ, անչափ շնորհակալ եմ
մենք այսօր առիթ ունեցանք իրար կողք կողքի հավաքվել, խոսել մեր սիրելի Արցախի մասին, ընկեր Արմեն ջան, շնորհակալություն բյուրոյին մեր կողքին լինելու համար միշտ, շնորհակալ եմ բոլորիցդ, հիմա մի փոքր հյուրասիրություն ունենք, Արցախյան խորհրդանի ժինգալով հաց է, խնդրեմ համեցեք, եւ ես պիտի բոլորիդ մեր գիրքը նվիրեմ, եթե